Այդ միջազգային համայնք ասել է, այսինքն մի կազմակերպություն չկա, դա մի համակարգ է միջազգային։ Եթե ինքը գնում է եւ խոսում է խաղաղությունից եւ ասում է, որ պիտի ստորագրենք, քանի դեռ ասում է, որ պիտի ստորագրենք, բայց Հայաստանը չի բավարարում, եթե էլի բռնի ուժ օգտագործեր կամ խոսեր բռնի ուժ, չի լինում դրա համար բռնի ուժ պիտի օգտագործեմ, դա կլիներ հակաիրավական եւ շատ ավելի քաղաքական ճնշում կա իր վրա, դա չի կարող։ Ղարաբաղի ժամանակ ասեց խաղաղության process-ը չէր աշխատում, բռնի ուժով արեցի, բայց սա պետությունների միջև պատերազմները կտրուկ անկում են ապրել 50-ական թվերից հետո քաղաքացիական պատերազմները այո դեռ լինում են, բայց պետությունների միջև պատերազմները շատ հազվագյուտ են եւ բազմաթիվ պատճառներ, քանի որ նորմերը սուվերենության բռնի ուժով սահմաններ փոխելու նորմերը կայուն են շատ ավելի ուժեղ են եղել, բայց հիմա էլ դրանք փորձարկվում են կարծես թե ռեգիոնից թե ռեգիոն եւ այս առումով շատ կարևոր է միշտ աչքի տակ ունենալ, թե ինչպես է իրավական համակարգը աշխատում եւ Հայաստանը որպես փոքր պետություն պետք է շատ ակտիվ շարունակի աշխատել միջազգային իրավունքի սահմաններում ցանկացած փոքր պետությունների դա փոքր պետությունների ստրատեգիկ անհրաժեշտություն է ոչ թե որ մի օր ՄԱԿ-ը զորք է ուղարկելու որ այդ հարցերը լուծեն ոչ քանի որ երբ որ փոքր պետությունը մասնակցում է դա հնարավորություն է տալիս փոքր պետություններին ինքը իրեն նորմատիվ ռեժիմ ստեղծել իր շուրջը այսինքն ամեն փոքր պետություն պետք է շատ ակտիվ ոչ թե սպասի որ այս օրենքը արդար այս կազմակերպությունը արձագանքեց չարձագանքեց այսինքն անվտանգությունը տարբեր տեղերից պիտի գա միջազգային իրավունքը այդ անվտանգության մեխանիզմներից մեկն է բայց ամեն փոքր պետություն պետք է շատ ակտիվ աշխատի այդ նորմերը խորացնելու իրենց ռեգիոնում եւ նորերը ստեղծելու օրինակ ամեն անգամ որ Ալիևը եւ Հայաստանը ու Ադրբեջանը հանդիպում են կամ Ալմատան որ կրկնվում է նշվում է այդ նորմը ուժեղանում է մի չեմ հիշում այդ միջազգային իրավաբանի անունը բայց այսպես է բացատրել միջազգային իրավունքը որ միջազգային իրավունքը դա մի ոտնահետք է ինչքան այդ նույն ոտնահետքի վրա սեղմում ես այնքան է խորանում այսինքն ինչքան դու խոսես դրա մասին այդ նորմի մասին ինչքան ցիտես այդ նորմը ագրեսիայի դեմ սուվերենության կարևորությունը ինչքան խոսես այդ նորմի դեմ այնքան խորացնում ես այդ նորմը բացի դրանից ամեն անգամ երբ որ Հայաստանը խոսում է այդ նորմերի մասին պետք է հստակեցնի թե դա ինչ նշանակություն ունի Վրաստանի համար Ադրբեջանը թփրտում է բայց Ադրբեջանն էլ է փոքր պետություն այսօր մեծ եղբայրը օգնում է Ադրբեջանին բայց նավթը շատ արագ քչանում է եւ խզումներ կան երկու պետությունների միջեւ Ադրբեջանն էլ է շատ vulnerable խոցելի որպես փոքր պետություն ուրիշ երկրներից դա կլինի ապագայում թերևս հիմա Իրանը դա կլինի Ռուսաստանը չգիտես Պուտինից հետո ով է գալու այսինքն պետք չէ մտածել որ կառուցվածքային առումով Ադրբեջանը խոցելի է որպես փոքր պետություն այնքանով թերևս ուրիշ ձևով ինչքան որ Հայաստանը բացի այդ ես կասեի նաև որ այս պատերազմը Իսրայել-Իրանի ցույց է տալիս որ մի հարվածով եթե այդ նավթի հանքերը վերանան Ադրբեջանի ամբողջ տնտեսությունը կքանդվի այնքան խոցելի Ադրբեջանի տնտեսությունը այնքան կախված է նավթից որ այդ առումով այդ տեսանկյունից եթե նայում եք Ադրբեջանը շատ ավելի խոցելի է քան թե Հայաստանը եւ կամ Վրաստանը մի բան էլ ավելացնեմ փոքր պետությունների համար գերտերությունների պայքարը չի հիմնական սպառնալիքը այլ ներսի խնդիրները արհեստական բանականությունը շատ արագ զարգանում է եւ ավտոմատացնում է շատ աշխատանքներ գործազրկությունը պիտի աճի 1 կլիմայական փոփոխությունները պիտի ազդեն գյուղատնտեսության աճի վրա կրճատվելու է դա 2 ջրի հարցը սրանք նենց հարցեր են որ ներսից ցույցերի եւ այսինքն կոնֆլիկտները լուծելու մեխանիզմներ չկան Ադրբեջանը մնում է պայթյունավտանգ պետություն եւ Ադրբեջանի հիմնական խոցելությունը ներսից է
որը Ալիևը փորձում է միշտ չքննարկվի, չխոսվի։ Անշուշտ Հայաստանի դեմոկրատական կոնսոլիդացիան այդ ճանապարհին է, բայց ես չէի ասի, որ կառույցները շատ ամուր են։ Եվ դա տարբեր չափանիշներով եմ նայում, չէի ասի, որ դեմոկրատական կառույցները այնքան ամուր են, որ ես արդեն կարող եմ շատ հանգիստ քնել, բոլորովին ոչ։ Բայց միևնույն ժամանակ ցույցեր, կոնֆլիկտ դրանք նորմալ են։ Երբ որ հորս հետ եմ խոսում, նա Հայաստանում է բնակվում, երբ վախենում է ցույցերից։ Եվ միշտ ասում եմ, որ դա նորմալ երևույթ է, թե դեմոկրատական հասարակությունն է ապրում, պետք է ներվերը շատ տեղը լինեն, ամուր լինեն։ Դա նորմալ է, որ ժողովուրդը կարող է դուրս գալ, իր բողոքը հավաքվել, դա պետք է ողջունել լինի։ Իսկ պարզություն ավտորիտար երկրների պարզունակությունը, հստակ խաղաղությունը, դա ես խաղաղություն չեմ համարում, դա նշանակում է գաղափարների քննարկում չկա, դա նշանակում է ինովացիա չկա, դա նշանակում է խմբեր կան, որոնք իրենց իրավունքները չեն պաշտպանում, դա նշանակում է կանայք չեն կարող բաց խոսել, իսկ այն հասարակություն, որտեղ կանայք ազատ չեն, ամբողջ հասարակությունը լավ վիճակի մեջ չի գտնվում։ Այսինքն, եւ բացի այդ, երբեմն տեսնում ես ադրբեջանական վերլուծաբան կա, որ խաղաղության մասին գրում է եւ ասում է, չեմ նշի անունը, որ եւ Հայաստանն էլ անկայուն երկիր է, ծիծաղելի է դա ուղղակի։ Հայաստանը կարողանում է ընտրություններ կազմակերպել, իր կոնֆլիկտները, հատկապես այդ քաղաքական ճգնաժամը 2020 պատերազմից հետո, որ Հայաստանը կարողացավ ընտրությունների միջով լուծել, դա հսկա, շատ կարևոր գործոն էր։ Այսինքն Հայաստանի քաղաքական մշակույթը շատ է զարգացել, շատ է ամրացել։ Միևնույն ժամանակ բևեռայնացվածությունը համարում եմ վտանգ, քանի որ աշխարհով մեկ բևեռայնացվածությունը թուլացնում է դեմոկրատիան։ Հայաստանի պայմաններում սոցիալական բևեռացումը, թե քաղաքական, դա էլ է վտանգ, սոցիալական, անշուշտ, անհավասարություն անշուշտ, բայց քաղաքական դա ավելի, բայց ասեմ, Հայաստանի պայմաններում այսինքն բևեռայնացություն երբ ասում ենք, հասկանում ենք երկու կամ երեք քաղաքական կուսակցությունների միջև պայքար, որ այնքան գաղափարախոսություններով տարբեր են, որ արտացոլվում է հասարակության մեջ։ Այդպիսի չի Հայաստանը։ Դեմոկրատական երկրում կա պայքար, ճիշտ է քաղաքական։ Պայքարը բևեռայնացվածությունից ուրիշ է։ Օրինակ Հայաստանի պայմաններում բևեռայնացվածություն այդ առումով չկա, քանի որ չունես այդպիսի ճեղքված գոյություն չունի, ռետորիկայի մեջ կա, բայց ընդհանուր հարաբերությունների մեջ հարաբերություն որը նորմալ է, առողջ, բայց քաղաքական գործիչները պետք է շատ զգույշ խոսեն, հատկապես պարլամենտում, որպեսզի կարողանան կոնսենսուս ձևավորել։ Զգույշ խոսելը ինչ է նշանակում։ Կոնսենսուս պետք է ձևավորվել, ոչ երբեմն այդ պարլամենտի քննարկումները, որ նայում եմ, ցույցերը նորմալ են, բայց պարլամենտի քննարկումները երբեմն ինյարդերը չեն դիմանում, քանի որ եւ վերջերս լուրերում տեսա արդեն մի քանի օր Հայաստան, որ էթիկայի հանձնաժողով է կազմվում, որը պետք է շատ շուտվանից կազմված լիներ։ Էթիկայի նորմերը պարլամենտի պետք է ամրացվեն։ Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ սա մի երկիր է, որ հիբրիդային պատերազմի մեջ է Ռուսաստանի կողմից։ Եվ կարող ենք դրա մասին էլ խոսել, այս մոտիկից չեմ հետևում, բայց մի քիչ եմ հետազոտել եկեղեցու եւ կառավարության միջև այդ բախումները։ Դա հիբրիդային պատերազմի մաս եք համարում դուք։ Ես համարում եմ հիբրիդային պատերազմի մաս, քանի որ եւ ընդլայնեմ թե ինչու, քանի որ փաստեր չունեմ, նախ այդ էլ ասեմ։ Այս հարցին պատասխանում եմ իմ դիտարկումները զուտ համեմատական առումով, երբ որ նայում եք ուրիշ հետսովետական երկրներում, սովետական փլուզումից հետո շատ կրոնական կազմակերպություն, եկեղեցիներ, այլ նաև ոչ մուսուլմանական օգտագործվեցին նոր ստեղծած պետությունների կողմից, որ դարձան ավտորիտար, կրոնական կազմակերպությունները օգտագործեցին, որպեսզի լեգիտիմացնեն իրենց ավտորիտար կառույցները այդ երկրներում։ Դա միայն Հայաստանում չէ, Հայաստանն էլ այդ process-ով անցավ։ Բայց Հայաստանի դեպքում եւ այն, որ շատ մի քանի վայրկյան լսեցի Սոլովյովի, Ռուսաստանի այդ վերլուծաբանի անդրադարձը Հայաստանի ներսում եղած եկեղեցի կառավարություն լարվածությանը եւ հետաքրքիր էր իր ռետորիկան, թե ինչպես հայ եկեղեցին, որ հազարամյակների պատմություն եւ այլն, եւ այդտեղ որ հասկացա, որ այո,
փաստորեն Ռուսաստանը այս դեպքում գոնե Սոլովյովի միջոցով փորձում է եկեղեցին դեմ հանել կառավարությանը, դեմոկրատական ընտրված կառավարությանը, որը պետականությանը, բայց Հայաստանի դեպքում եւ դա այնքան խեղաթյուրված է ներկայացնում եկեղեցի պետականություն հարցը, ոչ ծիծաղելի ուղղակի, քանի որ Հայաստանի պատմության մեջ եկեղեցին կանգնած է եւ պետականության հիմքերում եւ դեմոկրատիայի հիմքերում, եկեղեցիներում է մեր ժողովուրդը ինքնակազմավորվել, կառավարվել, եկեղեցին է որ կրթել է ժողովուրդը, դեռ ռուսական կայսրության պայմաններում շատ քաղաքական հետազոտություններ ցույց են տալիս, որ այն երկրները հետսովետական, որ նախասովետական պայմաններում կրթության մակարդակը բարձր է եղել, դրանք սովետական միության փլուզումից հետո ավելի արագ են լիբերալիզացվել եւ որոնք են այդ երկրները Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան։ Իսկ ինչու է Հայաստանում կրթությունը բարձր եղել, քանի որ կիրակնօրյա դպրոցները կարևոր դեր են խաղացել կրթությունը տարածելու հարցում։ Այսինքն Հայաստանում քաղաքական գործիչները, քաղաքացիական գործիչները պետք է շատ ակտիվ ձևով փորձեն պոկել այդ մտածելակերպի հակադրել այն, որ եկեղեցին մի կողմ, Հայաստանի պետությունը եւ դեմոկրատիան մի կողմ, Հայաստանի եկեղեցին կրոնը կանգնած է մեր դեմոկրատական ԴՆԹ-ի մեջ է դա, եւ դա միայն Հայաստանում չէ, կաթոլիկ եկեղեցին էլ հսկա դերը խաղացել պետականության, Եվրոպայում պետական կառույցների պետության հաստատման մեջ։ Այսինքն չպիտի թողնել, որ Կրեմլը որոշի, Կրեմլը ասի, նարատիվը Կրեմլը տարածի, թե որն է մեր եկեղեցին, որն է մեր կրոնը եւ ինչ դեր է խաղացել մեր կրոնը մեր դեմոկրատիայի, մեր պատմության մեջ։ Եվ դրան հասնելու համար անհրաժեշտ է տարանջատել եկեղեցին կրոնից։ Ես ծանոթ չեմ մեր եկեղեցական ղեկավարության հետ, այսինքն չեմ ուզում դրա մասին խոսել, քանի որ չեմ հետազոտել, բայց զուտ համեմատական նայելով հետևելով Կրեմլից եկած այդ պաշտպանությունը, որ գալիս է Էջմիածնին, դրանից եզրակացնելով դա այդպես եմ ես տեսնում այդ դինամիկան, բայց ուզում եմ նորից հստակեցնել, որ մեր կրոնը կարևոր դեր է խաղացել մեր դեմոկրատական լիբերալ ուղղվածությունը հաստատելու մեջ սովետական միության փլուզումից հետո եւ այդ մեսեջինգը շատ կարեւոր է անընդհատ խորացնել, բազմաթիվ պատմաբաններ ունենք, որ ինձնից շատ ավելի լավ կարող են խոսել դրա մասին, այսինքն անհրաժեշտ է նաեւ այդ պատմաբանների հետ խոսել, որոնք ուսումնասիրել են հայ համայնքը Օսմանյան կայսրությունում, հայ համայնքը ռուսական կայսրությունում, հսկա գրականություն կա դրա շուրջ։